Արամ Վարդևանյան, փաստաբան։ Հարգելի գործընկերներ, 2025 թվականի դեկտեմբերի 30-ին Սամվել Կարապետյանի նկատմամբ հունիսի 18-ից կիրառված ակնհայտ ապօրինի բանտային կալանքը փոխարինվել էր տնային կալանքով եւ լրացուցիչ սահմանափակումներով։ Ինչպես հայտնի է, հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդների համար յուրաքանչյուր տարվա հունվարին, Սուրբ Ծննդյան եւ Հայտնության տոնին հաջորդում է մեռելոց հիշատակի օրը։ Ինչպես եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցու ցանկացած հետևորդի, այնպես էլ Սամվել Կարապետյանի համար խիստ կարևոր էր մեռելոց հիշատակի օրը, իր հոր գերեզմանին այցելելու, իր մերձավոր ազգականների հետ մարդկայնորեն սգալու հնարավորությունից օգտվելը։ Այս հարցով դիմել էինք եւ քննիչին եւ դատախազին։ Այսօր պարզվեց, որ այդ միջնորդությունը մերժվել է։ Մարդասիրության տարրական ընկալումը նույնիսկ պատերազմող երկրների պայմաններում գիտակցվում է, բայց քաղաքական հետապնդումը Սամվել Կարապետյանի դեպքում սահմաններ չի ճանաչում։